երեկվանից Facebook-ում ձեր 2019 թվականի գրառումն էին պատտում տարբեր անձին, Կաշկովս ընկա, որտեղ դուք շնորհավորում եք Արցախի տոնը սեպտեմբեր 2-ին, գրել եք Արցախը Հայաստանը եւ վեճ, տոնը շնորհավոր Արցախ։ Շատ լավ, իսկ այդ շրջանակներին թվում է ես պետք է խմբագրեմ իմ կյանքի նախորդ ընթացքի հետ։ Քանի որ չեք խմբագրել, այսինքն կարող ենք ասել, որ հիմա չեմ խմբագրել։ Կարող եք այսինքն հիմա եք պնդում, որ Արցախը նոր իրողությունների մասով դուք գիտեք, ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Եթե այլ քաղաքական հարցեր կամ նախարարության համակարգման ոլորտներին վերաբերող այլ հարցեր լինեն, սիրով կասեմ։ Վերաբերյալ էր հարցը պարոն Մեխակյանի նախով է փոխարինելու Արմավիրի մարզպետի պաշտոնում եւ ինչու է ըստ էության իջեցնում նրա պաշտոնը տանելով որպես քաղաքապետ եւ Լոռու մարզպետով է նշանակվելու, քանի որ 10 օրից ավել է Լոռու մարզպետ չունի։ Մարզպետների նշանակման որոշումները ուրեմն կայացնում է կուսակցության վարչությունում է քննարկում այդ հարցը։ Երբ որ պարոն Մեխակյանի ուրեմն տեղափոխությունով պայմանավորված Արմավիրի մարզպետի պաշտոնը թափուր մնա, վստահաբար վարչությունը այդպիսի որոշում կայացնի եւ դուք ինչպես այս պահին այդպիսի հարց մեր օրակարգում դեռևս մեր օրակարգում չկա։ Նույնը պիտի ասեմ վերաբերում է Լոռու մարզպետին, քննարկումներ կան, բայց երբ որ վերջնական որոշում լինի, ժամկետային առումով նախատեսված է 2025 թվականի տարեվերջին կոնկրետ ժամկետ այս բան զերծ կմնամ ասել։ Դա նկատի ունեմ, երբ որ ասում եմ տարեվերջին։ Մինչև 2025 թվականի։ Խոշորացում եմ հարցնում։ Նույն եթե նկատի ունեք ընտրական process-ը, նույն ժամկետի մասին ենք խոսում։ Պարոն Խուդասյան, դուք խոշորացումից հետո այդ ընտրություններով համայնքների միավորման գործընթացը ամբողջականացվելու է։ Այսինքն համայնքապետի ընտրությունները արդեն։ Դա նկատի ունեմ, երբ որ ասում եմ։ Եվ խոշորացում եւ միաժամանակ կլինել։ Խոշորացումը կլինի բնականաբար մինչ այդ այն աշխատանքային ռեժիմում ինչով ազգային ժողովը կհասցնի ընդունել վարչատարածքային ուրեմն բաժանման մասին օրենքում անհրաժեշտ փոփոխությունները, որից հետո արդեն մինչև տարեվերջ կլինեն ընտրություններ։ Պարոն Խուդասյան, չնայած Արցախի մասով ասում եք, որ նոր իրողություններ կա, ու չեք ասում։ Ես հարցին պատասխանեցի եւ հետեւյալ պատասխանը պիտի տամ, եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ես պիտի իմ կյանքի ես կամ այն этаպում խմբագրումներ անեմ, այդ մարդկանց մեծ հիասթափություն։ Այսինքն հիմա եք պնդում, որ Արցախը Հայաստանը եւ վեճ։ Ժամանակին Արցախը Հայաստան է համարել, հիմա ձեր քաղաքական թիմի ղեկավար այն Ադրբեջանի մաս է համարում, հակասություն չկա ձեր եւ վարչապետի միջեւ։ Ես բազմաթիվ անգամներ առիթ եւ հնարավորություն ունեցել եմ մեկնաբանելու եւ այդ առիթները, հնարավորությունները օգտագործել եմ։ Դուք իմ դիրքորոշման մասին լսել եք եւ այդ դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան։ Առաջարկում եմ հարցերը տալ ուրեմն նախարարության համակարգման ոլորտներում, մանավանդ որ այդ ոլորտներում մեծ թվով աշխատանքներ